Նոր լսում եմ դոդին, մի ինչ-որ պատմություն ասում, ասում ինչ-որ ասել են Ծառուկյանն էլ շպիոն, դու ասում եթե շպիոն եմ, ասում թող տանեն, ասում հրապարակում գնդակահարեն, կամ եթե ասում շպիոն չեմ, եթե շպիոն չեմ, այդ ասողը թող գա մտցնի իմ առյուծի մոտ։ Դե ես իհարկե իրան մի հատ հետաքրքիր պատմություն գրեցի, ասի Ղարաբաղի եշը եկավ, առյուծի տիրա, առյուծի վանդակումը կզծրավ, վիդյոն էլ տեղադրած կար էլի, համացանցում բանում։ Լսվում է, չէ ժողովուրդ ջան։ Կարող է միացած չի, մարդ չկա։ Չէ, պրամոյ էֆիր դաստուպն բան, լրիվ կա։ Մի խոսքով, ժողովուրդ ջան, ոչինչ, կլսեք։ Հիմա ես ուզում եմ մի հատ պատմություն պատմեմ հատուկ Ծառուկյանի ու Ծառուկյանի նմանների համար։ Հատուկ պատմություն Ծառուկյանի և Ծառուկյանի նմանների համար։ Ուրեմն 1990 կամ 91 թիվներ Իջևանում Նիկոլն էլ ա եղել։ Մեր այսօրվա վարչապետը Նիկոլն էլ ա եղել։ Իջևանում մեր Իջևանի կուլտուրայի տան առաջին, ստե իջևանցիներ շատ կա, ինձ հետևորդներ լսում են, կհիշեն, կարող է բեշները հիշողներ էլի այդ պատմությունը։ Կուլտուրայի տան առաջին ամեն օր միտինգներ էր գնում բան, ոնց է լավ են բանը եկավ, այդ ինչա են, Վանո Սիրադեղյանը եկավ, ես իմ ուզում էր խանգարի բան, միտինգը բան, թե պրովակացիա եկանում, պրովակատը ինչ-որ մեկն էլ Վրաստանից մի բան խոսցավ, բան ասեց պրովակացիա եկանում, այդ միտինգը կազմակերպողը Նիկոլն ա եղել, այն տարիքում 15-16 տարեկան հասակում, այդ տղեն Նիկոլը, այն ժամանակ դեռ հանրահավաքները կազմակերպում էր կուլտուրայի տան առաջին։ Մեր իջևանցիները կհիշեն։ Մի խոսքով, այդ Վանո Սիրադեղյանը, որ եկավ բան, չկարողացավ ենես բաներ ասի, որ ասենք ժողովուրդը բանանեն, ցվրվեն, այդ միտինգը չլի էլի, ժողովուրդը ցվրվեն, մեկ էլ մի կես ժամից հետո բանին ուղարկեցին, Նաչալնիկ մլիցեն էլ կհիշեք ով էր, Ամիրխանյան Իսոն, Կոթի գյուղացի, մի շան տղա էր էլի, իջևանցիներ ջան հիշում եք չէ, ելա իմ աղբեր Վանիկը մտավ, Վանիկը կարող է հիշի ես պահերը, Վանիկ ջան, լավա մտար աղբեր, հիշում ես չէ Ամիրխանյան Իսոն եկավ ինչ ասեց, որ ժողովուրդը չէին բանանում, հեռանում, սա ես հատուկ ասում եմ Գագիկ Ծառուկյանի համար, ու Գագիկ Ծառուկյանի նմանների համար, Ամիրխանյան Իսոն ասև, արա ստե սաղըտել եսի մինչեր եք բանանում, ես դες մենակ մի բան ասեմ, թողեք ցվրվեք գնացեք ստիան, ասեց, Իջևանի ամենալավ տղեն ասեց, կներեք ինձ ես բարի համար, բայց ես Ամիրխանյան Իսոյի ասած խոսքն եմ ասում, Ամիրխանյան Իսոն ասեց, Իջևանի ասեց ամենալավ տղեն իմ բոզնա, Վանիկ ջան հիշեցիր, ես միջև օրս չեմ մոռանում այդ բառը, որը տեց ասեց սաղ ժողովուրդը խառնվեցին իրարնում մի խոսքով լրիվ բան արին հեռացան, ու մի ինչ եմ ուզում ասեմ, Գագիկ Ծառուկյան, ով չգիտի, որ դու Քոչարյանի բոզն ես եղել, կամ ըտենց էլի են ժամանակվա լեզվով եմ ասում, և շպիոն, և ծախող, և բիզնեսմեններին կցող, և ես մի բան, և են մի բան, ով չգիտի, կարողա ծանոթ չենք, տռուս 8 համարները թիշում չես մաշինեքով ինչեր էին անում քո բանդաները, դե ես շատ չխորանամ, ես մի եղել է, անցել է, ժամանակներ է եղել, ուղղակի հիմա, որ իրանք իրանց դնում են սրբերի տեղ, մի քիչ մարդ բանանում էլի, նեղվում է էլի ոնց
ոնց կարաք դուք ձեզ դնեք սրբերի տեղ, այս թալանած ժողովրդին գալիս եք ասում խեղճացած, կզացած, այս մի բան, բա դու ինչ չես խեղճացած, Գագիկ Ծառուկյան, դու ինչ չես խեղճացած, բա ժողովրդին դուք եք խեղճացրել, փոխանակ պետությանը հարստացնեք, թալանել եք դուք հարստացել, պետության տեղը, եղածդ ինչ էր, որ կոնյակի զավոդ կարենայիր առնեիր, եսի հազար բաներ, ինչ էր եղածդ, մլիցա չես եղել, հա, կամ մեր աղբեր Սամոն, Սամվել Կարապետյանը ինչ ա եղել, նա էլ այլի մլիցա եղել, աղացի շոֆեր ալ է, Այդ չեք եղել, ձեզ էլ Քոչարյանն եկավ ընտրեց, որպես շպիոնների էլի, ու սկսեցիք հարստանալը, ով չգիտի, հիմա անցել ա, ժամանակ անցել, հիմա պեսութը մարես լացել եմ, որ պեսութ տունը տարել են, ինչ են արել, բա բդի տանեն, Բա թալանել է, բախի գիտես քոնը չեն տանելու, Գագիկ Ծառուկյան, քոնն էլ են տանելու, 100 միլիոն վրետ կա, ուզում ես դնեմ տենաս, 100 միլիոն քո վրա կա, 200 միլիոն Քոչարյանի վրա կա, սաղի վրա են, Գագիկ Բեգլարյանի վրա այդքան կա, բոլորի վրին ամեքդ 100, 200, 100, 200 միլիոն դոլարներով տարել եք, էլի պետությանը ինչ բնար, Ոչ չի ժողովորդը քիթը կախաներ, հիմա տեսել եք ժողովորդը մի քիչ արդեն աշխուժացել, սաղինա վարգեք են քշում, քո մաշիններից են լավ մաշինեք են ժողովորդ քշում, բան եք արել էլի, ոնց կարելի է թույլ տալ ժողովորդը պետքա քիթը կախարած մնա, ձերուզած նետա, դուք ուզում եք որ ժողովորդը լավ ապրի, իհարկե չէ, Իհարկե չեք ուզում, մի խոսքով, տես բաներ, Գագիկ Ծառուկյան, ով չգիտի որ շպիոններ եք, Բայց նորը Լուկաշենկոից նման բաներ ես ասում, բա տենում ես նա ինչ ասում Հայաստանի մասին, լսում ես, նա ուրիշ բան ասում, դու ուրիշ բան ես ասում, Ասում ես իմ ընկերն ա, բա ես նրա հետ, մենք տենում ես քո հետ, մեր հայրն ես, չէ, բայց մենք քո հետ չենք ուզում ընկերություն անենք, որովհետև դու մեզ խաբել ես, դու հիմա էլ ես մարդկանց խաբում, ժողովրդին ասում եք, կով պահեք, խոս պահեք, բա դու պահի էլ արա, ինչ ես պահում, ժողովուրդ խոս պահի, կով պահի, ոչխար պահի, գյուղը թեր կարտադրի, ինչ անի քո համար, որ դու տանես միլիարդատեր դառնաս, նա էլ վարկերի տակ ճռա, հա, քո համար։ Այս իշխանությունը տեսնում եք ժողովրդի համար ինչեր անում, տեխնոլոգիական բաներ անում։ Հասկացար, Գագո։ Դա դու պահի էլի։ Կովի խոզի ֆերմ եք դրու։ Հիմա ամբողջ աշխարհի բիզնեսմենները հարյուրավոր հեկտարներով ջերմոցներ են կառուցում, կառուցի էլի կառուցի խիար պամիդոր արտադրի, ինչի պետք է գյուղացին հողի վրա անի կարկուտը գատանի ու վերջ, բարեք էլի, տարել եք միլիարդատեր եք, տարել եկել եք ասում եք, ժողովուրդը վարկի տակ ճռռում այս մի բանի տակ, բայն են ծարել եք որ ճռռան, բա դուք եք տենց արել, Դուք ձեր Քոչարյանով, ձեր այդ մնացած այդ բոլոր մեծահարուստներով, բա թալանել եք երգիրը, ժողովուրդը ճռռա ոչ, բա ինչ պետք է անի։ Հիմա հոտ եք առել, սա հոր խոսում եք միլիարդներից, 15 միլիարդ, 8 միլիարդ Փաշինյանը բերել է, ինչ արել, այս մի բան, փողի հոտ եք առել։ Բա 20 թվին ասում է իր 3 ամսից սովա լինելու Հայաստանում, այդ ինչի չեղավ, ասում է իր մի հատ ինվեստոր չի գալու, բա հիմա ինչի ես ասում այդ 8 միլիարդ բան են տվել, ինվեստորներ են բերել Հայաստան, բա ասում է իր սովա լինելու,
Հիմա էլ ասելու բան չկա, ռավոտի ճիրիգու, թուրքեր եք բերում, չգիտեմ 300 միլիոնով, բանով։ Այս ժողովրդին ասելու բան չունեք, արդեն թուրքերով եք վախցնում։ Բա, ժողովուրդ ջան, ես դեզ արդեն հիմա էլ գալիս եմ Հայաստան, տենում եմ, ուրախ եք, լավ ավտոներ եք քշում, դենում եմ տները լավ ռեմոնտներ եք անում, ղոնաղ են գալի, ոբշեմ ղոնաղ են գնում, տենում ենք մարդիկ ոնց են ապրում։ Նրանց հոյեն ժամանակվա նման չի հիմա ապրուստը։ Այն ժամանակ գալիս էի իջևանցիներին, որ նայում էի ջանս բոլորը նիհարած մարդիկ։ Մի քիչ հուզվեցի ժողովուրդ ջան։ Ժողովուրդ ջան, այդ են ծնգած փողոցներդ, ուռած տրակածները ժողովրդին էլի ուզում են խափելով իշխանությունը մի կերպ մի շանհալի, ցանկացած բանով խլեն ժողովրդի ձեռից ու վերջ։ Ելով է կարողանալու դրանցից մի բան ուզի։ Հիմա այսօր երկրի ղեկավարը դուսագալի ձեր կանայք, ձեր մարդիկ օր հնում են գրկախառնվում են, բա ղեկավարը էտա, են որ ասում են հալալ կատկերած, ժողովրդի միջից դուս եկած, բա ժողովրդի միջից դուս եկած ղեկավարը, կարող է գիտեք ժողովուրդ էլի տալու է ձեզ ինչ-որ մեկի կամքով։ Են մեկն է ասում է, մենք գալիս ենք փող աշխատելու, մենք չենք գալի փող ծախսելու։ Իրոք, բա ես ամեն օր քեզ ասելու եմ թոշակս բարձրացրու։ Անոր մի բան ուզելու եմ, այդ չես տալու փող։ Թե գալիս ես իմ վրա փող աշխատես։ Չի լինելու, մոռացեք։ Մեր ժողովուրդը կտենակ 18 թվից, ոնց որ այն ժամանակ ընտրեցին, չէ, վարչապետին Նիկոլին, այդ նույն ձև լինելու է ամեն ինչ։ Հիմա մարդիկ կան մի քիչ նրանց հետևներից ընկած փող են հավաքում բան։ Այսօր էլ մի հատ վիդեո եմ լսել, ընդ մի հատ աղջիկ է խոսում։ Փաստորեն ես այդ աղջիկա ձենը լավ 100% ճանաչում եմ, գիտեմ ոտովա։ Այդ Կիրովականից էր ոնց որ ես ձենից տեղը բերի հետովա։ Կարող է ինձ լսում էլա, հիմա լսում է լսի, նման բաներ չի կարելի, ասում են դավաճան, ծառուկյան, բա դավաճան նետա, ծառուկյան քո մարդիկ բերում էին իջևան ենքան փող էին բաժանում, դպրոցում, ինքն էլ դպրոցի առաջին, ամեն մտնողի, որ մտնում էին, որ ընտրեն, փողը տալիս էին, մտնում էին, ձեզ էլ ընտրում էին դուս գալի։ Հիմա դատարանով բարով 5 տարի քեզ դատեցին, վերջը արդարացրին։ Ինչքան փող տվիր։ Թե փող չես տվել, ձրի են արդարացրել։ Հայ դատավորը քեզ ձրի չի արդարացնի, դա էջ։ Ժողովուրդ ջան, տես բաներ էլի, ձեր ցավը տանեմ։ Ես ասած պատմությունը չմոռանաք, սա իրական դեպք է, այ մնգերվանիկը տե մտած լսում էր, նա հաստատ կհիշի այդ դեպքը։ Մի խոսքով, դրանք սաղելը տենց են եղել, սաղել։ Հիշում չեք ես քանի ժամանակ են Գասպարյան Վովան, որ խոսում էր։ Գասպարյան Վովան, են դոգի համար են ինչեր էր ասում, իմ ասում էր գնա եղել, տանող բերող, սաղել էտ են,
Իշխանության հետ կապված այդ տենց են։ Սա առաջի իշխանությունն է, որ նման բաներ գոյություն չունի։ Ամբողջ Հայաստանի պատմության մեջ այս առաջի իշխանությունն է, որ նման բաներ իրականում գոյություն չունի, նման բարքեր գոյություն չունի։ Իրականում չկա։ Եթե նույնիսկ կայել դա ժողովուրդը ոչ տենում է, ոչ իմանում է, ոչ ես, ոչ է, իսկ այն ժամանակ ապաշկարա էր։ Հիմա մարդիկ ով ինչ ուզում ասում է, ով ինչ ուզում անում է, ով ինչ գործ ուզում բացում է, ով ինչ ուզում անում է։ Ես Քոչարյանի վախտը եկել եմ Հայաստան, ուզել եմ գործ դնեմ։ Ինձ ասես բրթելով հասցրին ատեկայի կուշտ ասին, այդ երկ կարաս միտեղ կանգնես։ Հասկանում եք, դրան ժամանակ ամեն տեղ զանիտ էր, ամեն մարդ իրա սեփականություն էր ճամփեքը սարկած։ Մի խոսքով, այդպես բաներ էլի ժողովուրդ ջան։ Լավ եղեք, առողջ եղեք։ Միջև անտենան գլուխերնուց ինչա գալի։ Դրանք մեկա, դրանց բոլորին էլ պետք է դատեն։ Ես միշտ ասել եմ։ Քոչարյանին ու Ծառուկյանին Փաշինյանը դատեց, լավ չհասկանալով, որ նրանց համար ցարը ինչ կանի։ Այդքան բանը լավ չհասկանալով, դե Փաշինյանը այտենց օպտ որդյանա որ հասկանար, կամ նրան ինչ որ մեկը պետքա գլխի գցեր, չէ՞։ Հիմա մեկ մարդիկ ինձ հարցնում են, ասում են, արա դե խի չի այդ շամվորդեքին դատım տանım, կողım կռցնım, նստցնım, աշկերիս առաջին սաղ գողավազակնի են։ Ասում եմ, նրանց որ դատեց, նրանց խաթր, Ղարաբաղը մեր ձեռից խլեց։ Հիմա էլ եթե այս պահին էլի այդ նույն բանը ես տենց եմ ասում էլի, այդ նույն բանը նորից այս պահին անի, հնարավոր է որ ֆիզիկապես Սյունիքն էլ խլի, հասկանում եք ժողովուրդ ջան, որովհետև լա Սյունիքը նրանց բգմա մնացել, Սյունիքը մնացել է Քոչարյանի բգում, դա իրա խոսք տվածն է, որ պետք է Սյունիքը հանձնի, այդ որ ասում է, այսօր Քոչարյանը խոսում է, ասում է վարիանտ կա, ես հիմա գաղտնիք չեմ բացի, բայց Ղարաբաղը վերադարձնելու ենք։ Հասկանալի չի իր այն նույն ծրագիրը, Սյունիքի հետ փոխեն ինչ որ մի բան։ Ես արդեն չեմ կասկածում, որ կանեն ամեն ինչ էլ, տուր իրանց իշխանություն ամեն ինչ կանեն։ Իշխանությունը տվիք էլ կյանքում ընտրություն չի լինելու ժողովուրդ։ Գնալու եք 5000 դրամը վերնեք, գնաք թուղթը գցեք մեջը դուրս գաք։ Տենց է լինելու։ Ուրիշ բան չի լինելու։ Խոսքս հիշեք։ Նորից, են որ ես են պահը հուզվեցի, որ ասեցի գալիս էի Իջևան, տենում էի են ինչ վիճակա, ժողովուրդը նիհարած, ասենց սրված էր է սերնուն, բան, գույները դեղնած, հիմա գալիս եմ շուկայի առաջին տղերանցի հետ, նույն տղերանցը տենում եմ, թուշերը լծված, ամեն ինչը նորմալ տեղը արդեն, ես էլ եմ ինձ լավ զգում, սյոտակի Իջևանում այսօր իմ տարիքի մարդիկ սաղ ոնց որ իմ մանկական ընկերտինքն են, էլի համարյա սաղից ճանաչում են, տենց մարդ դժվար էլի որ չճանաչի ինձ, տեն ժողովուրդ ջան, ինչ ասեմ, հունիս